Լարվածությունն ու զայրույթը մերձավոր արևելքում մարդկանց դուրս են բերել փողոցներ, ստեղծելով զանգվածային բողոքի ալիք։ Այդ կերպ հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներում իրենց անհամաձայնությունն են հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իսրայելի գործողությունների դեմ։ Իրաք։ Բաղդադի փողոցները լցված են ցուցարարներով, որոնք փորձել են ներխուժել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան տարածք, ինչին անվտանգության ուժերը պատասխանել են արցունքաբեր գազով և ջրցան-մեքենաներով։ Ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել։ Ավելին, Իրաքի մայրաքաղաքում պայթյունների ձայներ են լսվել։ Ենթադրվում է, որ կամուրջ են պայթեցրել։ Ի դեպ, Իրաքը եռօրյա սուգ է հայտարարել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանության առիթով։ Հնդկաստան։ Իսկ Հնդկաստանում ցուցարարները այրել են ամերիկյան և իսրայելական դրոշներով խրտվիլակ, այդպիսով իրենց բողոքն արտահայտել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանության դեմ։ Պակիստան։ Պակիստանի Կարաչի քաղաքում Ալի Խամենեիի մահվան լուրից հետո բողոքի ակցիա է սկսվել։ Ցուցարարները հրկիզել են Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության շենքը։ Անվտանգության ուժերի հետ բախումների հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 18-ը վիրավորվել են։ Պակիստանցիները փորձել են հրկիզել ՄԱԿ-ի շենքը։ Նյու Յորք։ Նյու Յորքում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույցեր են անցկացրել դատապարտելով Իրանում Ամերիկայի Միացյալ Նահանգների գործողությունները։ Ցուցարարները կարծում են, որ աշխարհում ամենամեծ սպառնալիքը հենց Թրամփն ու Միացյալ Նահանգներն են։ Իրան։ Թեհրանի Պաղեստինի հրապարակում ևս հանրահավաք է տեղի ունեցել հաջակցություն կառավարության։ Հավաքի մասնակիցներն իրենց բողոքն են արտահայտել Իսրայելի և Միացյալ Նահանգների հարձակումների դեմ։ Վանկարկել «Մահ Ամերիկային»։